Բարյարև իմ սիրելի հետևորդներ, սիրելի հայեր, այսօր մարտի 18-ն է և ես ուզում եմ իմ օրացույցով մարսի օրը և ես ուզում եմ ձեզ ներկայացնել իհարկե անդրադարձ կանենք իմ կանխատեսումներին, որոնք կատարվել են բնականաբար և կատարվում են և իհարկե խոսենք ապրիլ ամսվա մասին, ինչ ունենք ապրիլին, ինչ փոփոխություններ կարող են լինել։ Ես նախ մինչ սկսելը ուզում եմ շնորհակալությունս հայտնել իմ հետևորդներին, բարեմաղթանքների համար, գեղեցիկ խոսքերի համար և այն բանի համար, որ դուք կաք իմ կյանքում։ Իդեպ այսօր 18-ին տեղի ունենալու նաև այսօր իմացա Տրամփ և Պուտին հանդիպումը, ես հենց դրա մասին խոսեմ, որ ես դա կանխատեսումը արել եմ, գիտեք YouTube այսպիսի մի առանձնահատկություն ունի, նոր մարդիկ են անընդհատ ինտեգրվում կամ ներգրավում, իրենք նոր են բացահայտում, որոշում են միանալ, ասենք իմ YouTube-յան ալիքին և իրենք չգիտեն, ես ինչ եմ ասել 20 թվականին, 21 թվականին, 22 թվականին, այսպիսի բանի, քանի որ հիմա այդ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի թեման է բավականին ակտիվ, ես ասեմ, որ սկսվելուց, երբ 22 թվականի փետրվարի սկսվեց, ես ասեցի, մեկ ու կես տարի առաջ ես ասացի, որ սկսվելու է ուրեմն պատերազմ Ուկրաինա, Ռուսաստանի, ես իմ այդ բոլորը չանեմ, մեկ-երկու վիդեո ուղղակի ուրեմն ձեզ ցույց կտամ, չնայած իմ հետևորդները արդեն գիտեն, որ ես միայն փաստերով եմ խոսում, հնարավոր չէ, որ ես նման բան ասած չունեմ, ուսատից խոսեմ, ոնց որ անում են գուշակները, ուրեմն տարուկես առաջ սկսվելուց ես ասեցի, որ պատերազմ է լինելու, ինչպես նաև ես ասեցի, երբ է սկսվելու փետրվարին, և ինչն է հետաքրքիր, նաև հիմա ասել եմ, որ կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, իհարկե դա այդպես հեշտությամբ միանգամից չի ավարտվելու, ինքը կարող է ձգվել մինչև 26 թվականը այնտեղ կիսելու, ինչ որ ուրիշ հարցեր, էլ չասեմ, որ 20 թվականից ասել եմ նաև, որ նրանք ովքեր նոր են միացել իրենց համար, որ ուրեմն ու կոնկրետ նշել եմ ինչ փաստերի հիման վրա, ինչ մոլորակների դասավորության հիման վրա, այսինքն օդի մեջ ոնց որ գուշակները չեմ ասել, որ սահմաններ են փոխվելու և շատ փոքր պետություններ կուլեն գնալու մեծ պետությունների և դա մենք տեսնում ենք, որ կատարվում է, դա չի լինում հենց այնպես, դա լինում է պատերազմների միջոցով և գնալով դժվարությունները ավելի են մեծանալու։ Եվ մենք տեսնում ենք, որ դա այդպես է կատարվում է, մինչդեռ մարդիկ ասում են, երբ է ավարտվելու, Աննա, երբ է ավարտվելու այս ամեն ինչ, ասում են ընկերներ, գնալով ավելի է վիճակը վատանալու, ավելավա իմանաս ճշմարտությունը, քան անակնկալի գազ և տեսեք ինֆորմացիան, երբեմն ասում են, մեզ հետաքրքիր չի, թե ասենք Ամերիկայում կամ Ռուսաստանում, Ուկրաինայում ինչա կատարվում, ես հետաքրքիր է Հայաստանը չհասկանալ, որ մենք մի ամբողջ օրգանիզմ մոլորակ է, այնտեղ եթե կատարվում է, արձագանքը լինում է, հետևանքը լինում է, ասենք մեկ այլ երկրում, ասենք ես նրբությունները պիտի հասկանալ, ոնց կարելի ասել, մենք մոլորակից դուրս չենք, որ ասես ինձ հետաքրքիր չէ այն մոլորակում ինչա կատարվում, ինձ հետաքրքիր է թե Հայաստան ինչ կլինի, չի կարելի նման տգետ արտահայտություններ մտածեք, նոր խոսեք, սա շատ կարևոր է, և ես գիտեք ինչ, տեսեք ինֆորմացիայի մարդիկ չեն հասկանում, չեն ընկալել դեռևս աստրալոգիան, իրանց թվում է, որ գուշակները ունեցում են գիժ-գիժ խոսում են, հոգեխանգարվածը, խելապակասը, գարշանքը և այլն, և մի շարք սատանիստ էքստրասենսներ ևս, դրանց թեման դեռևս կբացվի, դեռ շատ բաներ կիմանանք, բայց դա հետագայի համար։ Հիմա, և այդ սատանիստները հիմա վախենում է գիժը, հոգեխանգարված գիժը, չէ, ասենք վախենում է, ապրիլին պատերազմը, ինչ պատերազմը լինելու, չի ասում ինչ ասպեկտացիաների հիման վրա, չգիտես, ինչի հիմա, ինքը տենց որոշեց, գիժա, չէ, ինքը տենց որոշեց, որ լինելու է պատերազմ, ինքը գիժը որոշեց, որ 24 թվականի Պուտինին պիտի սպանեն կամ թույնեն, գիժա, այդպես խելքը փչել է, գիժ-գիժ խոսում է, ինչ ասպեկտացիայի հիման վրա, դուք այդպես կարող եք տարբերել, եթե ուրեմն չնայած արդեն պարզ է, որ գուշակներ են, գուշակներով լցված է Հայաստանը, կարգգծողներով, գուշակներով, սատանիստներով, այսինքն ծպծփում է, և եթե իրանք ասում են ոչ մի
փաստ չեն ներդրում, որ այս մոլորակի դասավորությամբ, այսպես ասա, վախենում են, որովհետև երբ որ ասած Ուրան-Յուպիտեր միացումը դա միլիոնատիրոջ ասպեկտացիան են գիժը, հետո այս ապացուցեցի, որ դա տենց բան չի կարող լինել, սխալ ենք հասկացա, որ գիտելիք չունի գիժը, դա համար հիմա ոչ մի բան չի ասում։ Հիմա չի ասում ինչի հիմա վրա ապրիլին պատերազմա լինելու գիժ, հոգեխանգարված գիժ։ Հետո գժերը իրան նման անմակարդակ, դեգրադացված ժեխը պետք է լսի, չէ՞, ժեխն էլ պետք է ունենա, ես ասել եմ, ժեխն էլ պետք է ունենա իր գուշակը, խելացի մարդը պետք է ունենա իր աստղաբանը պրոֆեսիոնալ։ Այս տարբերությամբ հա ուրեմն ամեն ինչ կատարում եւ ինֆորմացիայի կարեւորությունը, որ դուք ասում եք կարեւոր չի, ես իմ կյանքից ուղղակի մի փոքրիկ հատված ձեզ ասեմ, ես ուրեմն նոր համակարգիչը որ ձեռք բերեցի, այսքան հինը հնում ես դե որ սովորել էի այդտեղ ծրագիր ունեի, գնել էի ծրագիր, իմ անունով ես դա ձեզ ցույց եմ տվել, դուք տեսել եք իմ անունով ծրագիրը պրոֆեսիոնալ ծրագիր, ասեմ որ այդ պրոֆեսիոնալ ծրագիրը Հայաստանում ամենայնպես այդ գուշակները, որ ներկայացնում են, այդ ծրագիրը պրոֆեսիոնալ ծրագիր չի, որքան որ իրան գրում են, սա մեր ծրագիրը պրոֆեսիոնալ է, գլուխներ տվել եք պատին, թե ձեզ ուրեմն ծրագիրը պրոֆեսիոնալ, այդ են ձեզ խափում, որտեղ դուք չգիտեք, որն է պրոֆեսիոնալ եւ որը ոչ պրոֆեսիոնալ, սա ձեզի գիտություն։ Հիմա երբ ուրեմն ուզում էի նոր համակարգիչ գնել, որպեսզի այստեղ ինստալացիա արվի։ Հայաստանում չկարողացան տեղադրել այդ ծրագիրը, որտեղ դա իմ սեփականներ արդեն չկարողացան տեղադրել, ես ստիպված եղա, ուրեմն տեսեք, քանի որ ես գիտեի, որ փետրվարին, ասենք այդ ժամանակահատվածում լինելու է պատերազմը, ես 10 օր շուտ կապվեցի տղայի հետ ծրագրավորող էր հենց այդ դպրոցի, կապվեցի իր հետ գումար ուղարկեցի բնականաբար եւ ինքը պայմանավորվեցինք ուրեմն ինստալացիա արեցի իմ նոր համակարգչում եւ 10 օր անց, ինչպես որ ասացի, 10 օր անց պատերազմը սկսվեց։ Ես բնականաբար արդեն տղամարդ եմ, ինքը դժվար ես կարողանայի այդ թողուբոհի մեջ ինչ որ իրան գտնել, որ ինքն էլ տեղադրել, գումար փոխանցել, այլն այդ ամեն ինչը արդեն մեծ խնդիրների ասելիքս այն է, որ երբ դու ինֆորմացիային տիրապետում ես, կարողանում ես գործերը դասավորել ամեն ինչ անել ժամանակին ու հետո չհայտնվել փշալարերի ետևում կամ հայտնվել դատարկ տաշտակի առաջ, ինչպես ասում են, հա, դու ամեն ինչը կարողանում ես ճիշտ կազմակերպել։ Այսպիսի բաներ կան, դա նրանց ովքեր ասում են, որ մեզ հետաքրքիր չի թե այստեղ ինչ է կատարվում, կամ մեզ հետաքրքիր նա այս ինֆորմացիան շատ թանկ բան է, չափազանց թանկ բան է ինֆորմացիան, եթե դու ճիշտ հասկանաս եւ ճիշտ կարողանաս այդ ինֆորմացիայի հետ աշխատել։ Ուղղակի այստեղ այդ գիտելիքը չունեն, որովհետև ես ձեզ ասում եմ, աստղաբան հանդես եկածող գուշակները ողորմելի, իրանք աստրոլոգիա չեն ներկայացնում ձեզանից, ինտերնետից կարդում ինչ-որ բաներ ձեզ խաբում են ու խաբելով փող են աշխատում, թուղթուգիր լոտոֆրացնելով եւ ուրեմն թալիսմաններ վաճառելով, ես սա ասում եմ, կամ վայրահաչելով ինչ-որ չգիտես ինչ գուշակություններ, չեն կարողանում այդ գուշակությունները անել, կամ ինչ-որ էշեշ բաներից են խոսում, ես դες շատ դիպուկ ասեմ, այս վիճակն է, ես սրա մասին խոսում եմ, որովհետև ասացի նոր մարդիկ կան, ովքեր ավելանում են եւ նորեն լսում այդ մասին, որտեղ շատ են ինձ մեսենջերով գրում, ես ասում գրեք այդ մասին թե Facebook-ում եւ թե մեկնաբանություններում, որ իմանան, շատերը խուսափում են, շատերը չեն ուզում իմանան իրենց շրջապատի մարդիկ, որ իրենք դիմել են, ասենք հոգեխանգարված գժին, ամաչում են արդեն, հա, այսպիսի իրավիճակ կա, ոչ մեկ չիմանա, որ ինքը դիմել է, ինչ կա տեղ, ինչ որ հարց կա, դու դիմել ես աստղաբան, թե ոչ մի վատ բան չկա, այսպիսի կոմպլեքսներ կան մարդկանց մոտ։ Դրա համար ասում եմ ոչինչ էլի որ մեսենջերով են գրում, այնտեղ չեմ կարող գրել եւ այլն եւ այլն։ Այսպիսի հարցեր կան եւ հիմա սա ուրեմն ինֆորմացիայի մասին, որ եթե դու ճիշտ հասկանաս ինչ ասել աստրոլոգիա, ճիշտ ինֆորմացիային տիրապետես, ճշգրիտ ինֆորմացիային դու կյանքում բավականին շահումով կարող ես դուրս գալ գոնե ոչ երկրի հետ կապված, բայց գոնե քո անձնական հարցերում քո գործերում դու կարող ես հաջողել։ Դա իմ ուրեմն գործերից մեկն էր, որ ես ձեզ ներկայացրեցի, որ դուք հասկանաք այ ինֆորմացիան աստղաբան լինելը ինչքան ինձ օգնեց, այսինքն ճիշտ հասկանալ, որ ամեն աստղաբան չի, որ կա պրոֆեսիոնալ աստղաբան չի, բոլորը չի, որ կարող են ճիշտ կանխատեսում անել։ Գլոբան էլ էս տարիքին 1000 տարվա աստրոլոգ էր, բայց ինքը Հայաստանի համար սխալվեց, ասեց ապրիլին կլինի պատերազմ, գիժն էլ իրանից գողացավ, եկավ նստեց ու ասաց, որ կլինի պատերազմ։ Ու երկուսն էլ ընկան թակարդը։ Այնց որ ամեն պրոֆեսիոնալ աստղաբան չի, որ կարա ճիշտ կանխատեսումներ անի։ Եվ վերջում մարդը սխալական է, երբեմն կարող է նաև սխալվել, բայց ամեն դեպքում այդ սխալները պետք է լինեն շատ քիչ։
շատ քիչ 1-2, եթե ինքը շատ եղավ, այդ արդեն դու բնականաբար աստրոլոգ չես, դու խաբեբայի մեկն ես, ոնց որ այս գուշակներն են։ Հիմա ես անցնեմ առաջ, սա ուղղակի ծանոթության, այսպես ասած կարգով, որտեղ ես ուշուշ եմ մտնում ասպարեզ, եթեր, ասպարեզ չէ, 20 թվականից եմ մտել ասպարեզ, ես ուշուշ եմ մտնում եթեր, դրա համար երբեմն հիշեցնել, ծանոթացնել, ասել բոլոր նրանց, ովքեր նորեն ուրեմն ծանոթանում կամ գրվել իմեջին, YouTube-յան բաժանորդագրվել։ Բանակցություններ եղան Զելենսկոյի, ես ասացի 25 թվականին կլինեն, եղան եւ հիմա այսօր մարտի 18-ին լինելու է Պուտին եւ Տրամփ ուրեմն հանդիպումը, հա, դա եւս նա, այսինքն այս հանդիպումները կլինեն, քննարկումները կլինեն, անհամաձայնություններ կլինեն, սա այդպես արագ չի ավարտվելու, ձգձգվելու 26 թվականը եւ իհարկե, այսինքն ամբողջությամբ խնդրի չի ավարտվելու, եթե նույնիսկ անհամաձայնության այնտեղ կիսելու ինչ որ հարցեր եւ այլն, բայց Եվրոպայի համար ես եւս ասել եմ, հատկապես Ֆրանսիայի համար, դե Ֆրանսիան բնականաբար Եվրամիության մեջ է մտնում, Ֆրանսիան ինքը առանձին հանդես չի գալիս, ոնց որ ասենք Մեծ Բրիտանիան դուրս եկավ Եվրամիությունից, ինքը առանձին է հանդես գալիս, այս դեպքում մասնավորապես Ֆրանսիան, որտեղ Մակրոնը արդեն ունի հրթիռներ, չգիտեմ, ատոմային ինչ-որ բաներ, այսպիսի հիմարություններից է խոսում եւ այստեղ Եվրոպան ու Անգլիայի թևի տակ մտած, որտեղ Զելենսկին հետո վազեց Մեծ Բրիտանիա, այստեղ կարող է իրենք շարունակեն խփել, որոշակի այդպես գործունեություն ծավալեն, ինչ-որ վնաս հասցնեն եւ այլն, այսպիսի դեռևս Եվրոպան հնարավոր է, որ սխալ քայլեր աներ եւ քանի որ խոսում եմ Եվրոպայից, մեզ համար եւս ասեմ, որ ուրեմն իմացեք հայեր, որ Եվրոպան չի օգնելու, հիմա թուրք հպարտը այնպիսի քաղաքականություն է վարում, որ մեզ այնպիսի թղթեր ստորագրել եւ այլն, որ մենք մնանք մենակ տետատե թուրքերի հետ դեմարտել, մեզ ոչ մեկ չօգնի, այսինքն այս փաստաթղթերն այս դիրքը լինի, որ մեզ ոչ մեկ չօգնի, ոնց որ պատերազմի ժամանակ հիշում եք այնպիսի օրենք ընդունեցի, որ դրսից չգան հանկարծ չկռվեն հայերի կողմ, մեր հայերը դրսից գան ու կռվեն, դա թույլ չտվեցին, օրենք ընդունեցին ու փակեցին, որ ոչ մեկ չգա չկռվի, որտեղ իրանք արդեն պայմանավորված են, որ ես հենց ասացի սեպտեմբերի 27-ին 2020 թվականին ասացի, սա պայմանավորվածություն է, սա դավաճանություն է, պայմանավորել են, որ արդեն տան եւ այլն փողը եւ այլ տարածքներն էլ այդ ամեն ինչը հանձնեն, որպեսզի ինչպես որ դա ուրեմն պետք է, ինչ որ մեկն կգնա հոգեբանական այնտեղ աջակցություն ցույց կտա, այդ հարցները լուծված տղամարդկանց համար եւ ուրեմն կռվողներ ուրեմն մեզ պետք չէին, նույնիսկ այն օգնությունը, որ եկավ, հա, դրանք եւս պետք չէին, որտեղ իրենց պետք էր, որ կոնկրետ շատ հայեր մեռնեն, շատ հայ երիտասարդներ մեռնեն եւ այսօր բանտերում են մեր զինվորները, ինձ գիտեք, մեծ հաշով չի հետաքրքրում այն ղեկավարները, որ այսօր հայտնվել են բանտում, ինձ չի հետաքրքրում դա, ես դրա մասին ասել եմ, եթե մենք գլոբալ վերցնում ենք, դա շատ ամոթ է, այդ պատմության մեջ գրվում է, որ հայ ղեկավարները Ադրբեջանի բանտում, Թուրքիի բանտում նստած էին, բայց եւ շատ ամոթ է, որ իրանք ինքնակամ են այնտեղ հայտնվել, իհարկե պատճառը բանելով, որ մենք բաց կթողնեն ժողովրդի, եթե դուք հայտնվեք, այդ մի քիչ հեքիաթ է ինձ հեքիաթ է հիշեցնում, զենք ունեի, կռվեիք, եթե զենք ունեի, կռվեիք մինչև վերջին զենքը ու արդեն բան չլիներ, տարբերակ ինչ որտեղ կարող էի հասկանալ, բայց եթե զենքը կա չես կռվում, գնում ես ինքնակամ հանձնվում ես, Աբաջանը իրեն տրաքացեց, պայթացրեց, բայց ինքնակամ չհանձնվեց Թուրքին։ Դուք Աբաջանի շատ կյանք եք ապրել, վայելել, լափել, չէ՞։ Ուրեմն ձեր կյանքի վերջ տայք չգնայիք ընկնեիք թուրքերի ձեռքը։ Ես այսպես եմ հասկանում, ես չեմ ուզում քննարկեմ իրենց հարցը, ես ասում եմ գլոբալ առումով ամոթ է, որ հայ ներկայացող ուրեմն ղեկավարը գտնվում է Ադրբեջանի բանտում, այդ առումով ամոթ է, բայց եթե ներքին խոհանոցից եմ նայում, ինձ համար միևնույն է, իրանք ինչ կլինեն այնտեղ ողջ կմնան, չեն մնա, ուզում եք ինձ խիստ դատեք, դա ձեր խնդիրն է, ես որպես անձ ունեմ ուրեմն իմ կարծիքը, շատ լավ իմանալով քարտեզը շատ լավ իմանալով ով ինչ այս ասեմ Հայաստան երբեք չի ունեցել լավ ղեկավար։ Մենք միշտ տարբերություն ենք դնում, համեմատում ենք վատի եւ վատագույնի միջև համեմատությունը։ Այնպես չի որ մենք շատ լավ ղեկավար ենք ունեցել, դա բնավ այդպես չի։ Հիմա ուղղակի եկել է վատագույնը, վատին ասում ենք ինչ լավ է։ Այս հենց է լինում։ Հասկացաք, երբ որ մեկը վատն է, բերում է այն մեկի, որը շատ ավելի վատն է, ու դու ասում ես սա ինչքան լավն է, ու այդ վատագույնի հարաբերությամբ այն վատը դառնում է լավ։
այսինքն մանիպուլյացիաներ են։ Այնպես որ մենք լավ ղեկավար չենք ունեցել եւ մեծ հաշվով, ասենք ինձ այդ հարցով դիմում են, ինձ հետաքրքիր չեն նրանք, ովքեր հիմա գտնվում են Բաքվի բանտում, թող իրենց պայթացնին կրակին, եթե ասենք սովորական մարդիկ զենք չունեն, իրանք հաստատ զենք կունենային։ Ղեկավարները իրանք զենք կունենային, թող կրակին իրենց չգնային թուրքի ձեռքը չընկնեին։ Այնպես որ այդ հեքիաթները մի քիչ ինձ համար չեն։ Սա այն մարդկանց են պատասխանում, ովքեր ինձ նման հարց են տվել։ Ինչևէ, ես անցնեմ առաջ եւ հիմա ուզում եի ուրեմն պատերազմի ուրեմն բանակցությունների մասին ասել 25 թվականին բանակցությունները սեղանի շուրջ կնստեն բոլոր դեպքերում, ինչ ընթացք կստանը դա տենց հարց չի լինելու, դժվար է լինելու, անդուր կարող է լինել շարունակվել 26 թվականը։ Եվ ես դա ուզում եմ որ դուք լսեք, որ ուրեմն կարծում եմ արդեն ինձ բոլորը գիտեն եւ վստահում են, որ համենայն դեպս որ հասկանաք, որ ես փաստերի հիման վրա եմ ասում եւ ասում եմ ինչ մոլորակներն են, ինչ մոլորակների ինչպիսի դասավորություններ է հանգեցնում նման ուրեմն իրավիճակի նման գործողությունների եւ բոլորը ճշգրիտ։ Ահա, հիմա ես եկեք այստեղ լսենք ու անցնենք առաջ։ Բնականաբար, երբ դուրս կգա ցորի նշանից, ինքը կասի, որ գիտես Ուկրաինա, եթե միջազգային աստրոլոգիային կողմ անենք, ինքը կասի, որ վերջացրու ուրեմն դες անելիքներդ որից է բան որոշեք, այսքան կոնկրետ որոշակի քայլեր, եթե ոչ 80%-ով, 50-60%-ով որոշակի հարցեր կլուծվեն, կկարգավորվեն, այդ բանակցություններն են, որ իհարկե երկրներից կմտնի երկրորդ որպեսի այդ հարցերը, այսինքն դա բանակցություններ եւ այլն, որպեսի Ուկրաինան իր հարցերը կարգավորի եւ ինքնաս երբ կմտնեմ արդեն նոյեմբեր ամսին կմտնեմ նորից ցուլի նշան, այստեղ Ուկրաինայում արդեն պետք է քո գործեր առածինես, որ ես կնիքը դնեմ, որ պետք է կողմնորոշվես ու ինչ որ մի բան անես։ Սա այսքանը բավական է, եւ տեսակ ես շատ լավ մանրամասնում եմ, թե որ մոլորակի դեպքում ինչ է լինում, մոլորակը դուրս է գալու, այսինքն խոսալ մոլորակների հետ հասկանալ, լսել մոլորակներն ինչ են ասում, հա, նու այս ձևով եմ մեկն ավելի պատկերավոր եմ ասում, դա իհարկե պետք է կարողանաս հասկանալ։ Եվ տեսակ, որ ես սա արել եմ 5 ամիս առաջ, ասել եմ, ես ամից առաջ էլի եմ ասել, ուրեմն երբ խոսել եմ ուրանի մասին, այնպես որ տեսնում ենք սա ճշգրիտ կատարվում է, ճշգրիտ։ Հիմա ես ուզում եմ սա ուրեմն համոզվեցինք, որ այդ բանակցությունները պետք է լինեն եւ դա հիմա կատարվում է եւ դրա համար գիտեք ինչ, հենց այս ճշգրիտ կանխատեսումների համար է, որ ես կարողանում եմ նայել գլուխս բարձր, նայել մարդկանց աչքերի մեջ ու ասել, որ ես արել եմ ճշգրիտ կանխատեսում, ոչ թե ամաչեմ կամ թքեներեսին ինքը նորից դուրս գա, ասի ես հայտնի աստղաբան եմ, այն քնձր-մնձր թափթփուկները դատարաններում քարշեկացող գողը։ Անգրագետ հայվանը, որ ասում է ես այս կրթություն ունեմ, ես այս ունեմ, այսը մարդկանց հիմարի տեղա դնում, բայց հիմարեն իրենց դուր է գալիս, որովհետև վերևից են մարդկանց հիմարի տեղ դնում ու իրենց դա դուր է գալիս, իրանք այսպես շարունակում են։ Լավ, ինչև է, դա այն դեգրադացված հատվածի մասին եմ ասում։ Հիմա ես ուզում եմ անդրադառնալ, դուք դա կարող եք նայել, դա հետևյալ վիդեոն է կատարվող իրադարձությունների պատվիրատուն առաջին մաս։ Կարող եք այդ վիդեոն բացել, ինքներդ նայել եւ ինքներդ համոզվել, որ ես ուրեմն խոսել եմ այդ մասին։ Եվ հաջորդ իրադարձությունը, հաջորդ ուրեմն բացահայտումը, գիտեք ինչն է, այդ ճանապարհ տալը։ Ես ուրեմն 24 թվականի հունվարին եմ ասել, ուշադրեք, 24 թվականի հունվարին եմ ասել այս մասին, արդեն մի տարի 3 ամիս է եւ այդտեղ ասել եմ, որ բարձաբանել եմ էլի որ մոլորակն է, որ ինքը ճանապարհ է բացելու։ Ինքը այդ մոլորակը, հա, ինքը ճանապարհ է բացել, այդ ճանապարհ տրվել է եւ այսօր մենք տեսնում ենք գահին բազմած ները, թուրք ները ջհուդի հետ միասին այսօր բնականաբար ինքը ինչ ուզում է անում, որտեղ ստեղ մի բան է խոսում, այնտեղ մի բան է խոսում, այնտեղ մի բան է խոսում, նա հոգեկան է, ես ասել եմ ինքը հոգեկան խանգարումներ ունի, ինչև է, ամենտեղ ինքը չի հիշում, որտեղ ինչ ստեր է խոսած, սուտ խոսում է սատանան, սա ձեզ եւս ուղեցույց, եթե մարդ մի քանի անգամ խաբում է, արդեն ինքը իր մեջ չարիքն է նստած, ինքը անընդհատ խաբելու է։ Եվ հիմա եւ ասում է, բա իհարկե բապտի ճանապարհ տա, ինքը արդեն տվել է, ինքը արդեն պայմանավորվել է, ինքը դրա համար են իրեն բերել, որ ինքը այս ամեն ինչը անի, որտեղ իր համար սրբություններ չկան, ինքը չգիտի ինչ հայրենիք, ինչ բան, ինքը հայ չի, որ կողմից հայ չի։
Իդեպ ես գիտեք, ասենք, եթե տեսնում եմ, ես իր քարտեզը որ վերլուծեցի, ես ասեցի, որ մոր կողմից ինքը հայ չի, այսինքն քարտեզում այդ ասպեկտը տեսել եմ, ես հիմա չեմ բարձրացրել, որ իմ գաղտնիքները գուշակները չիմանան, բնականաբար, եւ եթե պետք լինի ես առանձին դա կարող եմ ասել, բայց հիմա ես չեմ բարձրացնել, որտեղ դες պետք է չի։ Ես ասեմ, որ այդ փաստը կա, իր ուրեմն մայրը հայ չի, թուրք է, թուրք շուն։ Եվ ասենք ես տեսնում եմ, կամ ասում են ինչ-որ մեկի հայրը թուրք է, ասենք ես չեմ տեսել կոնկրետ հայ, այդ խոսակցությունը գնում է, ես իր քարտեզում չեմ տեսել, որ իր հայրը թուրք է, ես չեմ կարող ասել, այսինքն եթե ես տեսնում եմ, ասեմ, եթե չեմ տեսնում, ով ուզում է դա լինի, ով ուզում է լինի, ես չեմ ասում, ես նեյտրալ, գիտեք, ես ոչ մի կուսակցության, ոչ մեկի հետ տեսնում եք, ես իմ տաղավարում չեմ հարում ոչ մի կուսակցության, կապ չունեմ ոչ մի ինչ-որ մարդկանց հետ, որովհետև եթե դու ուզում ես ճշգրիտ կանխատեսում, անկողմնակալ կանխատեսում անել ճշգրիտից բացի, դու պիտի ինչ-որ այդպես կուսակցությունների կամ ինչ-որ խմբերի հետ սերտ հարաբերություններ չունենաս կոնկրետ մարդկանց հետ, որպեսզի դու կամաթեակամա կամ պատե անպատե դու մտնես ու ասենք ինչ-որ բաներ խոսես։ Ես ինչ-որ մի էքստրասենս, սատանիստ էքստրասենս մտավ ու ասեց, որ բանը, չէ, ես ինչ մարդունը, բոլոր շատ լավ հասկանում եք, անունը չեմ տալիս, ես ինչ մարդու հայրը թուրք է։ Ես նայում եմ քարտեզը, չեմ տեսնում, որ իր հայրը թուրք է։ Ես պիտի անկեղծ լինեմ, կապ չունի այդ մարդի աչքից լույսը չի, ով է, ինչ է, ես ասում եմ, ինչ որ տեսնում եմ։ Իր հայրը թուրք չի։ Եթե կան փաստերն, ասենք եթե ասենք այդ էքստրասենս, իր հայրը թուրք է։ Հիմա այդ էքստրասենսին ուզում եմ ասեմ, բա երբ որ դու մտնում ես այդ կուսակցություն, մտար քանդեցի, որ դու մտնում ես, քանդում ես, սատանիստներին բերում ես, կապում ես ժողովրդի ջանին։ Հիմա եթե դու մտար այդ կուսակցությունը, բայց ժամանակ չգիտեիր, ըստ քեզ որ իր հայրը թուրք է, դու գնում ես թուրքին օգնելու, չնայած դու ինչ կարաս օգնես, դու ինչ ես անում, որ ինչ էլ օգնես։ Այսքան ժամանակ մենք ինչ-որ օգնություն չտեսանք խոսքերից բացի, դատարկ խոսքերից բացի։ Հիմա այդ ժամանակ բա դու մտնում ես, դու չգիտես, որ թուրք է, հանկարծ ինչ-որ ժամանակ հետո, շատ կարճ ժամանակ հետո դու հասկացար, որ թուրք է, ինչ հեքիաթներ է։ Ուրեմն դու գնա քեզ որպես մասնագետ, ինչ մասնագետ որ համարում ես, մի հատ վերանայի քեզ որպես այդ մասնագետը, որովհետև չի կարա, գոնե ասենք անցնի 10 տարի հետո փոխես, ասես ես բացահայտեցի, չգիտեի եւ այլն, դա կհասկանամ, բայց եթե անցնում է շատ կարճ ժամանակ, երևի թե մի տարի չկա, ու դու ասես, վայ, իր հայրը թուրք է, դա ավելի վատ քեզ համար, ուրեմն էքստրասենս, սատանիստ։ Դրա համար իմացի ում հետ ես համագործակցում, որ ձեռնդ այսպես փռի սեղանին, ասա ես եմ։ Ծիծաղել եք շատ զվարճալի եք։ Այնպես որ ես այստեղ ոչ թե պաշտպանում եմ, բայց սիրում եմ փաստեր։ Հիմա որ դու ասես թուրք է, ուրա փաստը բեր ցույց տուր, որ թուրք է։ Ես էլ ասեմ, օքեյ, ուրեմն թուրք է։ Պրոստը դու լավ էքստրասենս չես հասկացել, հիմա նոր հասկացար, դա գետեր ոչինչ։ Բայց փաստերը բեր ցույց տուր։ Ով որ ինչ-որ մի բան ասում է, ես խոսում եմ միայն փաստերով ու ես վստահ եմ այն մարդուն, որ փաստերով խոսա, ճշգրիտ փաստեր կներկայացնի, առանց խաբեցնու կասեմ, օքեյ։ Եթե փաստեր չկան, ուրեմն ես այդ ինֆորմացիան չեմ ընդունում ու այդ մարդը ինձ համար խաբեբայ է։ Շատ կարճ կոնկրետ։ Այսպես։ Եվ մարդկանց վրա ասում եմ, մարդիկ անմիջապես վերցնում են այդ ինֆորմացիան, չեն ասում, բայց ասողը ով է։ Ասող այն մարդը չի, որ թիվին բացեց սատանիստներին, հեքիաթ ասած սատանիստին բերեց, այն պարավին բերեց, պարավը բերեց դատարանում քարշ եկածող պոռնիկին, ու սենց սատանիստականքներով հավաքվեցի կտեղ, չէ։ Ու բերեցի դու կապեցի դա ժողովրդի ջանին, հետո էլ գնացի ուրիշ բան բացեցի։ Հետո մտար այդ կուսակցությունը քանդեցի, հետո ասի թուրք է։ Բայց մի հատ հələ քեզ վերանայ էլի։ Ես տեսեք, այսինքն վստահ խոսում եմ, որովհետև ես ինչ որ կեղտեր չունեմ իմ տակը, ինչ որ մեկից փող չեմ վերցրել, ինչ որ մի կուսակցություն չեմ մտել, նրան չեմ, ես մաքուր եմ։ Ես Աստծո առաջ մաքուր եմ, այսպես կարող եմ ուղղել նայել ձեր աչքերի մեջ, որովհետև ես մաքուր եմ ու ես վստահ եմ իմ կանխատեսումների վրա։ Այսինքն բոլորս ենք սխալական, հնարավոր մի օր էլ ես սխալվեմ, բայց փառք Աստծո հələ որ չեմ սխալվել եւ համենայն դեպս ապրել եմ մաքուր։ Հələ կանխատեսումները դնենք մի կողմ։ Ապրել եմ մաքուր, այս հարաբերությունը ոչ մեկին ոչ դատի եմ տվել, ոչ մեկին ոչ բամբասել եմ, ոչ էլ մտել եմ ինչ-որ կուսակցություն ու ձեռնես այսպես փռլոց մեծ ես եկել եմ մոտեցեք ինչ եմ անել այս կուսակցության համար։ Իսկ այն մարդիկ ովքեր իրենց
իրենց հույսը ապավենը կամ գործունեությունը կապում են սատանիստ էքստրասենսների, գուշակների, կարգծողների հետ, այդ մարդկանց համար հաստատ լավ չի լինելու։ Միանշանակ եւ փաստը ձեր աչքի առաջ։ Այնպես որ երբ որ ինֆորմացիա են ասում, մի տեսեք թե այդ ինֆորմացիան ով ասում, մարդ ով միշտ ճիշտ է եղել, թե ինչ անցյալ ունի։ Հենց որ մի քիչ ուղեղները մարդիկ պիտի աշխատացնեն, այն ինչ որ ինֆորմացիան գալցա ոչ թե հալած յուղի տեղ ընդունեն դա, այլ իրենք վերլուծեն թե ով է դա ասում, ինչ է ասում։ Մեկի մոտ միտք առաջացել էր, որ այս մարդը բավարար մտավ կուսակցություն օգնում էր, փաստորեն ինքը օգնել է Թուրքին, ուրեմն դու մեղք ես գործել, որ դու օգնել ես Թուրքին այդքան ժամանակ։ Այսինքն ինքը իր այդ ձախողումը փորձում է արդարացնել նրանով, որ այդ անձնավորության հերը թուրք է եղել։ Այսինքն փորձում են կոծկել, էլի։ Բայց այդ մանիպուլյացիաները աննան բացահայտում է։ Անկեղծ եղեք, մաքուր եղեք։ Այլապես ինչև է, հիմա ես ուզում եմ իմ հաջորդ ուրեմն կախատեսմանը անդրադառնալ, դա ճանապարհներն է, որը սենց տենես տրվելու է։ Քանի նստած է, տեսեք, պաշտոնապես հայտարարում, քանի ները հպարտը նստած է գահին թուրք հպարտը, ուրեմն այս երկիրը մաս տրվել է Թուրքին, այստեղ ամեն ինչը թուրքացվելու է։ Ու կանվանեն եկուս միսօր Արևմտյան Ադրբեջանի ինչ եք անում դուք, ոչ մի բան։ Մենք դրա համար որևիցե բան անում չէ, սենց սովորաբար սենց իներցիայով ապրում են ու ոչ մի բան չեն անում։ Սա ասում է ինչ ուզում եմ, ես անում եմ, որտեվ ժողովուրդը մի խոսքով լավ։ Ես հիմա բոլոր դեպքում իմացեք, որ եթե ժողովուրդը դուրս գա ընդվզի, այն ովքեր որ վերևից հրամայում են սենցա, նրանք են վախենում ժողովրդից, որ չեն կարող բերել զինվորներ ու դնել այդ ժողովրդին մորթել։ Այդ արդեն չափից շատ է, էլի, այտենց բան չի լինի։ Այնց որ եթե դուք միասնանաք, կարող եք ներից ազատվել։ Եթե չէ, ուրեմն իմացեք, որ լավ չի լինելու։ Ապրիլ ամիսը մասնավորապես։ Ես ուզում եմ նաև այստեղ մի վիդեո ունեմ, որ հենց վերնագիրը այդպեսին է։ Փետրվարը նախապատրաստում է մարտյան իրադարձությունների փետրվար ամիսը, եւ մենք տեսանք մարտին ինչքան իրադարձություններ, թե Եմենի վրա հարձակումը, թե բանակցությունները, որ գրեթե 4 տարի պատերազմը գնում էր ու հանկարծ նստեցին բանակցությունների շուրջ, այսքան այդ իրադարձությունը եւ դեռ լինելու են։ Եկեք չմոռանանք, որ մենք հիմա գտնվում ենք խավարման միջանցքում եւ դեռ վատ իրադարձությունները մահեր լինելու են եւ այդ իրադարձությունները կատարվելու են, դեռ չի ավարտվել խավարման միջանցքը եւ ընդհանրապես ապրիլը եւս լինելու է դժվար, որովհետեւ այնտեղ մենք ունենք վատ էներգիան է կուտակվում, մոլորակների վատ դասավորություն ունենք, հեշտ չի լինելու ապրիլը խոսել ուրեմն այդ ճանապարհի հետ կապված, որ դա լինելու է, եկեք լսենք, դուք հետո կարող եք նայել, ահա, գնացինք։ Հասկանալիություն է նաև ստորգետնյա ուրեմն ընդերքի բնության ստորգետնյա այդ հանածոները, ասեն գազ, նավթ, ջուր, հող եւ այլն, հա, հիշում եք հողը լցնում էին մեքենաները եւ Ուկրաինայից հանում էին, որտեղ շատ լավն է հողը, նույնիսկ հողը տանում էին, այլ հացատիկի մասին չասեմ։ Եվ այդ Տրամպը երբ ասեց, որ մենք որոշ հանքեր կամ որոշ այդպես հանածոներ, դա մերը պետք է լինի, մենք դա պիտի վերցնենք։ Հիշում եք, այդպիսի խոսակցություն գնաց ի վերջո, ես արդեն նշել եմ, որ այսինքն այդ մոլորակը որ մտնում է, ինքը բերում է այդ իրադարձությունները եւ ընդհանրապես գնալով աստիճանաբար, որտեղ ինքը 20 տարի դեռ մնալու է այդտեղ, 20 տարի եւ այդ պայքարը լինելու է բնական այդ հանածոների ուրեմն շուրջ հիմնականում, այսինքն դա է լինելու իրենց մոտ ավարտվում է, իրենք ավելի շատ են ուզում ունենալ նավթը, ոսկին, հանքերը, ուրան եւ այլն, բոլոր այդ հարստությունները, ջուրը, այդ բոլորը պլուտոնն է եւ ինքը ասում է, գիտեք, դրա համար է առաջկա 20 տարի նաեւ պատերազմներ, բախումներ կլինեն նաեւ հենց այդ նպատակների համար։ Հիմա կան այդ նպատակները, ես չի որ դա չի։ Եվ Տրամպը ասաց, չէ՞ դրա մասին։ Ռեսուրսները ձեռք բերել եւ բացի դրանից ուրեմն հնարավորություններ կընձեռնեն, որպեսզի ասենք, եթե միտեղ մի երկրում կա նավթ կամ գազ, այստեղ ճանապարհներ կբացվեն, որպեսզի տարածվեն նաեւ մյուս տեղերում, այսինքն այստեղ կհեշտանա ճանապարհ բացելու թեման, որը
որովհետև Պլուտոնը ասի, որ այստեղ կուտակված է, հիմա գիտեք, ես եկա մի քիչ ուրիշ կերպ անցալու մարդկային գիտակցությունը մի քիչ ուրիշ կերպ նայում այդ խնդրին, իր համար, ասենք, տարբերություն չկա, իրեն համար սա, ասենք, երկրաբույնն է եւ այստեղ ճանապարհ այստեղ նա սահուն երկիրն է, սա քրիստոնեություն, սա մուսուլմաններ են, սա այստեղ ինքը մի քիչ ուրիշ կերպ են շատ կոնկրետ ասենք, այստեղ կենտրոնացած է նավթը, անգազորուտի ճանապարհներ բացվի, ինքը հնարավորություն է տալիս ճանապարհներ բացելու, որպեսզի այդտեղ կուտակված չմնա, ինքը ասում է բոլորին պիտի հասնի։ Այս տարբերակն է, դրա համար ասենք, թեկուզ Ադրբեջանի նավթը, ինչ նավթագազ է, ճանապարհներ կբացվեն, որպեսզի ինքը շատ բան է տեղափոխել եւ Լավ, արդեն պարզ է, ուզում եմ անդրադառնալ ապրիլ ամսվան, տեսեք ինչ է լինում, Մերկուրին, նույնիսկ Վեներան իրենք հետընթաց են ուրեմն խոյի նշանում, ինչն էր խոյը, պատերազմը, զենքը եւ ճանապարհները, այսինքն վերանայել ճանապարհներ եւ այդ ճանապարհներին տեղադրել զինվորական զինամթերք, ռազմամթերք, զինամթերք, զենք զինամթերք տեղադրել այդտեղ եւ ուրեմն հետագա քայլերի համար։ Այ հետընթացությունը ուրեմն Մերկուրիի եւ Վեներայի դա է, այսինքն վերանայել թե որ երկրին ենք խփելու, ինչ ենք անելու, որտեղ ենք ճանապարհ բացելու, որտեղ ենք տեղադրելու զենքը, ահա այսպիսի հարցեր կան։ Այ հենց ես հիմա այդպես սահուն որոշ հարցեր մնացել են կիսատ, որոշ շատ սահուն ես կանցնեմ ուրեմն ապրիլ ամսվան եւ այսպես ապրիլ ամսվա համար կանխատեսումը 2025 թվականի ինչ ունենք մենք լիալուսին, նորալուսին բնականաբար եւ իհարկե Վեներան եւ Մերկուրին հետընթաց լինելով կմտնեն ձկան նշան եւ այդտեղ կդառնան ուղընթաց եւ հետ կգան արդեն շարունակեն իրենց ճանապարհը մտնելով խոյի նշան։ Ուրեմն այդ իրադարձություններն են լինելու եւ իհարկե Մարսը ի վերջո իրեն ուղղակի դուրս կնետի խեցգետնի նշանից, որտեղ ինքը տանջվում էր եւ այստեղ թե հոգեկան ապրումները, թե առողջական վիճակը շատերի, նրանք հատկապես, ասենք, կշարքները, խոյերը, այծեղջուրները եւ ինչու ոչ հենց խեցգետինները, իրենց է վերաբերվում, իրենց մոտ դժվարություններ կար, իհարկե յուրաքանչյուրը տարբեր բնագավառներում, բայց աշխատանքները կարծես թե բոլոր դեպքերում ընտանեկան թեմային, ընտանիքին, երեխային, հայրենիքին, արտերկրին եւ իհարկե բնակարանների թեմաներ այստեղ դրված կորցնելու, գնելու եւ այլն վաճառելու դատական թեմաների տարբեր բաներ ուրեմն կարող են լինել եւ այստեղ հարաբերություններ ընտանիքում այստեղ որոշակի դժվարություններ կան եւ ես կարծում եմ ոմանք արդեն ավարտեցին դա, որովհետեւ 14-ին լուսնի խավարումով հնարավոր է որ դա ավարտվի եւ հիմա մենք գտնվում ենք խավարման միջանցքում, ինչևէ Մարսը կմտնի առուտի նշան, ի վերջո խորը շունչ կքաշի, բայց եւ իհարկե ինքն էլ իր հերթին այնտեղ կան միացումներ, որ հնարավոր է որ ուրեմն առաջանան որոշակի խնդիրներից, իհարկե ապրիլին նորից անդրադարձել եմ, որոշակի կանխատեսում արել եմ ապրիլի համար, բայց ասեմ, որ ապրիլը եւս ծանր ամիս է։ Ապրիլը այդ միացությունների շնորհիվ ինքը բավականին ծանր ամիս է լինելու, փաստորեն արևը բնականաբար կփոխի նշանը, կմտնի ցուլի նշան, այս իրադարձություններն են, բայց այնտեղ նորից եմ կրկնում կան ոչ լավ միացություններ մոլորակների, որն էլ կբերի իր հերթին լարվածություն, ի վերջո նկատենք, որ այդ ճանապարհների հարցը մոլորակները հավաքված են, մոլորակների շքերթ այդտեղ այդպես հիմնական խոյի նշանում էին հավաքված խոյ-ձուկ, այդ սահմանագիծն էր, այսինքն այստեղ տեսեք մուսուլմանական երկրների հետ ինչ որ բաներ կա, որ կիսատ է մնացել եւ իրենք ուզում են այստեղ ինչ որ մի բան ավարտել կամ ինչ որ մի քայլ եւս դեպի առաջ ինչ որ մի քայլ եւս անել, այս բաներ կա, որ կիսատ է մնացել, իրենք այդ քայլը եւս պիտի անեն, այսպիսի
այսպիսի իրավիճակներ կա, իսկ մարդկանց համար ասեմ, որ ուրեմն այստեղ դուք հատկապես կույսերը աղեղնավորներ, երկվորյակներ, ինչ որ բան կիսատ է մնացել, բոլոր դեպքերում որոշակի գործեր, որոշակի քայլեր արվել են, բայց դուք կամ բաներ միգուցե չեն երևում, կամ չեք հասկանում որտեղ է խնդիրը, ուշադիր եղեք այ Մերկուրին Վեներան հետ ընթաց են դա ձեզ կօգնի, որպեսզի դուք եւս մի փոքր խնդիր եթե կա, այդ խնդիրը եւս չեզոքացնեք, լիկվիդացնեք, որպեսզի արդեն հետագայում մեծ խնդիրներ չլինեն ձեզ մոտ։ Եվ հիմա ես ներկայացնեմ ուրեմն ապրիլ ամիսը սկսելով հենց Մերկուրին, երբ դառնում է ուղղընթաց, ապրիլի 7-ին Մերկուրին դառնում է ուղղընթաց եւ իհարկե դա լավ է, որովհետեւ հետընթաց Մերկուրի ժամանակ ավելի մտազբաղ ես լինում, այդպես մոռանում ես շատ կարևոր բաներ, բոլոր դեպքերում իրեր ես կարող ես իրեր կորցնել, փաստացնել եւ այլն, այսպիսի խնդիրներ է առաջացնում, ցրվածությունը բոլոր դեպքերում ակտիվ է, ինքը կդառնա ուղղընթաց 7-ին եւ ձգան նշանում բնականաբար կդառնա ուղղընթաց, իսկ արդեն 13-ին միայն Վեներան կդառնա ուղղընթաց, այսինքն երկուսն էլ ձգան նշանում, Մերկուրին շատ ավելի process ավելի արագ է կատարվում, դա համար ինքը պետք է դառնա ուղղընթաց, որ հասցնի արևի ետևից, որտեղ ես իրեն գիտեք անվանում եմ արևի խոսնակը, եւ ինքը այստեղ ինֆորմացիան պիտի վերցնի եւ ուրեմն հասցնի արևին նաեւ ինֆորմացիա, որ այստեղ ղեկավարների համար հնարավոր է ինչ-որ մի ղեկավարի, ասենք, հանեն, գիտեք, Զելենսկու մոտ, իսկ Զելենսկու քարտը չեմ նայել, ուղղակի ընդհանուր քարտազն եմ ասում, ուրեմն գիտեք ինչ, ապրիլ ամսին բոլոր դեպքերում դրվում է, տիեզերքը դնում է իր լիկվիդացման հարցը, կարող է ընտրություններ լինեն, կարող է փոխել, կարող է ինքը շատ մեծ դժվարություններ է ունենալու ապրիլ ամսին, այդ էներգիան հնարավոր նաև մայիսին շարունակվի, բայց ամեն դեպքում ապրիլ ամսին ինքը ունենալու է ուրեմն խնդիրներ Զելենսկին եւ այստեղ նաեւ զգուշացում է լինելու Մերկուրին ինֆորմացիա կվերցնի եւ կգա կասի որևիցե ղեկավարի հետ կապված, ես իհարկե նաեւ ասել եմ, բայց հիմա ես ընդհանուր եմ ասում, որ որևիցե ղեկավարի հետ կապված կարող է լինել խնդիրներ եւ ինքը այդ ինֆորմացիան գաղտնի պետք է իմանա, բերի հասցնի ղեկավարին, որքանով ինքը դա կօգնի ղեկավարին, ղեկավարը կփրկվի, ինչ կլինի դա կտեսնենք, բայց այդպիսի իրավիճակ է լինելու։ Ուրեմն Մերկուրին 13-ին Վեներան կդառնա ուղղընթաց եւ 13-ին էլ հենց տեղի ունենալու լիալուսինը Հայաստանի ժամանակով 4:22 րոպե 5 վայրկյան եւ արևը լուսինը հակադրվեն 24 աստիճանում եւ այն տեղի ունենալու կշերքի նշանում, տեսնում եք լիալուսինը կշերքի նշանում, այսինքն կփորձեն ինչ որ համաձայնության գալ ապրիլի կեսերն է, կփորձեն ինչ որ միգուցե իրադարձություններ կատարվեն, կփորձեն հավասարակշռել, հա, այդ հավասարակշռվածությունը պահել, բանակցություններն են, չէ՞ կշերքը, ինչ որ միգուցե կարողանան ապահովագրել ինչ որ որոշակի կետեր միգուցե ստացվի, կամ միգուցե դա Ամերիկա, Ռուսաստան, ասենք Տրամփ-Պուտին, միգուցե Զելենսկի կամ այլ հարաբերություններ եւս, ասենք, չֆիքսվենք միայն դրա վրա, այստեղ հնարավոր է, որ ինչ որ համաձայնության որոշակի կետերի շուրջ համաձայնության գան, այսպես կարող է լինել, սա բոլորին է վերաբերում, 13-ին դա եւ հաջորդ կարևոր իրադարձությունը 16-ին Մերկուրին արդեն հետընթաց լինելով կմտնի խոյի նշան, այստեղ միտքը լավ է աշխատում, միտքը կարող է լավ աշխատել, ավելի արագ գործել, բայց այստեղ միանշանակ են ճանապարհների հարցը, որ իրեն քննարկում են զենք տեղադրել կամ ճանապարհ բացել եւ այլն, այստեղ արդեն ավելի կոնկրետ կանցնեն գործողությունների եւ ասեմ, որ ինքը խոյի նշանում լինելու է մինչեւ մայիսի 10-ը,
Եվ հաջորդ կարևոր իրադարձությունը 18-ին Մարսը ասացի վերջո դուրս գալով հանգիստ կթողնի ընդհանրապես բոլորին հանգիստ կթողնի նշածած հարցերում եւ ինքը կմտնի առյուծի նշան, այստեղ էլ արդեն ինքը ուրիշ խնդիր է լուծելու Մարսը եւ ասա որ ինքը առյուծի նշանում կմնա մինչեւ հունիսի 17-ը բոլոր դեպքերում առողջության հարցում ովքեր ասացի ուրեմն կշարքեն խոյ այդտեղ ջուր կամ ուրեմն Խեցգետին, այստեղ առողջական հարցում գոնե նյարդային համակարգը ինչ-որ հարցով արդեն կկարգավորվի, որովհետև Մերկուրին երբ դառնում է ուղղընթաց, դա ևս օգնում է, որպեսզի մոլորակները, մի խոսքով Վեներան էլ երբ դառնում է ուղղընթաց, դու հոգեպես ավելի հանգիստ ես լինում, այսինքն դրական է անդրադառնում առողջության վրա, միանշանակ Մարսի դեպքում դա դրական կանդրադառնա առողջության վրա, եթե մենք դա ասենք մարդկանց համար եւ դա 18-ից մինչեւ հունիսի 17-ը ասացի որ Մարսը լինելու է առյուծի նշանում, որովհետեւ հետո պիտի մտնի հողի նշան, որտեղ ինքը նորից իրեն լավ չի զգում, այսինքն լավ, այսպես փոփոխական, հա, դրա համար երբ որ լավ է մենք պիտի հասցնենք շատ ակտիվ լինել եւ շատ մարդիկ արդեն մարդկանց դեպքում հասցնենք շատ գործողություններ ուրեմն իրականացնել եւ 20-ին արևը կմտնի ցուլի նշան, ես շնորհավորում եմ բոլոր արևի նշանով ցուլերին, ինչպես նաեւ ասցենդենտի նշանով ցուլերին, ձեզ ամենալավն ու բարին, իմ բարեմաղթանքները ձեզ, խաղաղություն ամենակարևորը, ոչ այն խաղաղության, որ ներն ասում, հպարտ ները, որտեղ ինքը խաղաղության անվտակ հողերն է տալիս, աթերքացնում ամեն ինչ, չհավատակ իր ոչ մի խոսքին, եթե ասում է խաղաղություն, ու իմացեք կամ պատերազմը կամ կորցնում եք ամեն ինչ, թերքացում է տանում դեպի, այնպես որ սա պիտի գիտակցեք, սա պիտի հասկանաք։ Ես իրական խաղաղության մասին ասում, չնայած որ ինչև է լավ, թող աշխարհում լինի խաղաղություն, սա իմ ցանկությունն է, եւ սա քանի որ հողի նշանն է, ես չեմ ուզում որ երիտասարդներ դնեն հող եւ արյուն թափվի հողի վրա, սա եմ ուզում ասել, թող ինքը միայն բարիքներ բերի ցորեն հաց, հա, եւ մնացած բարիքները մենք հողից դա ստանանք, ոչ թե հողին հանձնենք երիտասարդների դիերը, մեր զինվորների եւ այլն, ընդհանրապես զինվորների երիտասարդ մարդկանց, որովհետեւ ի վերջո վերևում նստած խելապակած գժերը, փողոցային հոգեխանգարված գժերը, ստրիպտիզորները եւ այլն ինչ որ բաներ են անում եւ այստեղ ժողովուրդն է մահանում, ժողովուրդն է ի վերջո այդ վիճակին լինում, իրենց համար ինչ կա։ Եվ 20-ին անցնենք առաջ, 27-ին տեղի կունենա նորալուսինը, արևի լուսինը կմիանան 8 աստիճանում եւ այն տեղի կունենա ցուլի նշանում բնականաբար Հայաստանի ժամանակով 23:30 րոպե գիշերը 59 վայրկյան նորալուսինը ցուլի նշանում քանի որ Հայաստանի համար ես չեմ վերլուծում, բոլոր դեպքերում այստեղ մենք տեսնում ենք, որ տարածքներն են, հողի տնտերքը եւ այլն, տարածքների շուրջ, տարածքների շուրջ այդ ուրեմն թողբոհը եւ իհարկե ճանապարհների հարց, զենքի հարց, այդ ամենը գնում է տարածքները վերցնելու համար այս իրավիճակն է գնում, ինչև է տեսնենք նորալուսինը 8 աստիճանում ինչ կբերի մեզ, բայց ես ասացի, որ նորից եմ ասում, որ ապրիլը եւս մենք ունենք նաեւ այնպիսի միացություն, որը կբերի խնդիր տեսնենք ինչ ղեկավարի, միգուցե ինչ-որ մի ղեկավարի լիկվիդացնեն ապրիլին, տեսնենք մեր բախտը կբերի, թե չէ այդ հարցում եւ իհարկե 30-ին ավարտենք ապրիլի 30-ով Վեներան արդեն կմտնի խոյի նշան, ինքը մի վերջին անգամ ձգանշանում իրեն կփորձի լավ զգալ եւ իհարկե մինչեւ հունիսի 6-ը ինքը կմնա խոյի նշանում։ Գիտեք, արդեն այստեղ բանակցությունները հիմնականում տեսնում ենք զենքի պատերազմը շարունակելու, դադարեցնելու այսպիսի խոսակցություններ են լինում սեղանի շուրջ եւ
ասենք մի կողմը միգուցե ցանկանում են դադարեցնել ինչ որ համաձայնության գալ, արդյոք կգան համաձայնության այսքանը քեզ, այսքանը մեծ կիսել Ուկրաինան մյուս կողմից հնարավոր է որ Մեծ Բրիտանիան ասի որ չէ դու պիտի մենք քեզ օգնել ենք, դու հիմա մենք վար կտանք, հետո դու պիտի այսքանը վերադարձնես, այսինքն ամեն մեկը հիմա ուզում է փոկել ինչ որ հատված սա նրան, այս մյուսը նրան, այս վիճակն է Տիրում, ինչևէ Վեներան կմտնի խոյի նշանում, մարդկանց դեպքում ասեմ նա, որ այստեղ արդեն իրեն լավ չի զգում խոյի նշանում Վեներան, այդ ժամանակ մարդ կարծես թե մոռանում է սիրո մասին, մոռանում է հարմարավետության մասին, որովհետև այլ հարցեր են կարևորվում մոտավորապես այսպես կարելի ասել եւ մնացած այն ինչ որ արդեն ես ասացի եւ ուզում եմ նաեւ նշել որ տեսեք այս խորհուրդը կարող եմ տալ ուրեմն ցուլի նշանում Արևը երբ կմտնի ցուլի նշան, այստեղ բնականաբար հողի նշանների համար լավ կարող է լինել եւ դուք այդ ժամանակահատվածը կարող եք ճիշտ օգտագործել, ասենք ձեր նպատակներին հասնելու համար, ասենք կամ այլ հարցեր կարգավորելու համար, որտեղ կույսերին ես ասացի, որ ինչ որ հարցեր մնացել են դեռևս անհարթ եւ դա հարկավոր է կարգավորել։ Այդ կույսերը կարող են այդ հարցերը կարգավորել եւ իհարկե որոշակի դժվարություններ կունենան ջրհոսները, առյուծները եւ կարիճները, որովհետեւ գիտեք, այստեղ հարցեր կլինեն եւ ընդհանրապես ցուլերի հետ կապված նաեւ իրենք կբացահայտեն շատ մարդկանց կբացահայտեն, որոնք թաքնված են, իրենք չէին մտածում, որ այդ մարդը այդպես կարող է դրսևորել կամ դավաճանել եւ այլն, ֆինանսական հարցեր կլինեն, բավականին ընդհանրապես ֆինանսների կորուստ կլինի, ծախս կլինի, այսպես եւ պետք է ուշադիր լինել Իսկ կարիճների համար բնականաբար կբացահայտվեն, որտեղ ցոլի դիմացն է, արևը մտնում է այդտեղ, իրենք շատ բաներ կբացահայտեն եւ կփոխեն փոխել իրենց կյանքը, որովհետեւ գիտեք ինքը կյանքի մահվան ծայրահեղությունից ծայրահեղություն կարիճը եւ այստեղ իրանք կարծես թե մի վիճակից անցնում են մեկ այլ ուրիշ վիճակի, այսպիսի ցանկություն է ազատվել, այդ դուրս գալ այդ կաշվից եւ ծնվել մեկ այլ տեղում, մեկ այլ ձևով, այսպիսի ցանկությունները առաջացնում միանշանակ եւ գիտեք ինչ մարդկանց մոտ եւս այսպիսի իրավիճակներ կլինեն, նախ ապրումները խորը կլինեն, մինչև տարվա վերջ իհարկե եւ իրենք ցանկանան դուրս գալ այդ վիճակից կամ փոխակերպել լրիվ ուրիշ ցանկություններ, լրիվ ուրիշ մղումներ կլինեն մարդկանց մոտ եւ իհարկե շատ բացահայտումներ կլինեն նաեւ Հայաստանում, այստեղ Հայաստանի համար ասեմ, որ դժվարություններ կլինեն, գիտեք, օլիգարխների հետ կապված ինչ որ հարցեր կարող են լինել, ինչ որ բաներ կարող են բացահայտվել եւ նաեւ ազգային ժողովում շատ ավելի գաղտնի բաներ թուրքերի հետ կապված եւ այլն, այստեղ ֆինանսների նաեւ այստեղ այդպիսի դեպքեր, գուցե համագործակցություն վերցնել եւ այլն, այսպիսի փաստեր կբացվեն ապրիլին, ես կարծում եմ դա էլ այդպես եւ շատ իրադարձություններ են լինելու, այսպես կարելի է շատ երկար խոսել, վերլուծել, բայց դա ձեզ չի հետաքրքրում, ահա, եւ երևի թե այսքանով ավարտեմ, միայն ուզում եմ ուղղակի վերջում նշել, որ գիտեք, այստեղ թե որ նշանների համար ուրեմն որ նշաններից եմ սկսելու, այսինքն ինչ փոփոխություն է եղել, դեպ առաջի 3 տեղերը պահպանել են նշանները, այստեղ ուրեմն այծեղ ջուրը մնացել է նորից արխիվում, առաջի տեղում է, կարիճը, կշեռքը, ուրեմն հետո կլինի խեցգետին, աղեղնավորը, ջրհոսը, երկորյակ, առյուծը ետ է մղվել, խոյը հայտնվել է ամենավերջում, կույսը մի քիչ առաջ է շարժվել, այսինքն վերջին եռյակը լինում են ուրեմն ձկներ, ցուլ եւ խոյ ամենավերջում։
երկօրյակ առյուծ, կույս, ձկներ, ցուլ, խոյ։ Այ այս հերթականությունը լինելու ես ամեն ինչ անում եմ շատ թափանցիկ, շատ պարզ, այսինքն նրանք ովքեր հետաքրքրված են, նրանք ովքեր բնականաբար նրանց ավելի շատ ինֆորմացիա է տրվում, առաջինը նրանցն է ասում, ովքեր որ հետաքրքրված են, իսկ ովքեր ասենք խոյը ընդհանրապես իրան ոչ մի բան հետաքրքիր չի, փաստորեն ինքը այդպես դժվարությունների մեջ է փորձում հաղթահարել, որոշակի դժվարություններ իրան հետաքրքիր չի, չնայած որ պիտի հետաքրքիր լիներ, բայց ես այս թեմային անդրադարձել եմ, շատ քիչ մարդիկ են ուշադրություն դարձրել, որտեղ դա էլի պիտի ուղղակի գիտելիք ունենաս, որ ուշադրություն դարձնես, ամեն մարդու բան չի, խոյի մեջքը երբ որ կոտրվում է, ինքը շատ դժվարությամբ է վերականգնվում, շատ դժվարությամբ, եւ դրա համար մենք չենք կարողանում վերականգնվել, եւ մի կարևոր բան եւս ասեմ, նկատենք, որ պատերազմը եղավ 2020 թվականին, ինչու 2020 թվականին ես որպես պրոֆեսիոնալ աստրոլոգ պատասխանն եմ հետևյալը 30 տարում ավարտվում է տվյալ ազգի արդեն կազմավորումը, իսկ մենք գիտեք, որ ընկած ենք գտնում ենք դիմացի ուրեմն դիմացի նշան, որտեղ կոտրվում է մեր մեջքը, այսքան ամբողջովին մեր մեջքը կոտրված է, մեր հետ ինչ ուզենան կարող են անել, ինչպես ուզենան, այնպես կարող են վարվել, կոռուպցիան խեղդում է, դավաճանությունը, այդ ամեն ինչը թալանը եւ այն մեր որ զինվորները ուրեմն այնտեղ մահեր, անընդհատ մահեր եւ այլն, երբ որ այդ ամեն ինչը արդեն ավարտվում է, դու այդպես ձևավորվում ես, դու արդեն իմանալով նկարագիրը, բնութագիրը, դու արդեն կարող ես վարվել համապատասխան ձևով, այսինքն 30 տարում ավարտվեց, արդեն այդ ժողովրդի ողնաշարը կոտրված է եւ ինչ ուզենաս կարող ես իր հետ անել։ Սա իհարկե նրբություններ են մարդու հետ եւս շատ ավելի հեշտ է, երբ դա ձևավորվում է եւ ինքը այդ ժամանակ հարվածում է։ Այսպիսի նրբություններ կան եւ դա ուրեմն գլխավոր պատճառներից մեկն է։ Ես շատ բաներ չեմ բացահայտում, շատ բաներ չեմ ասում, որպեսզի չգողանան ինձանից։ Ես անդրադառնում եմ վերադառնում եմ այդ թեմային, որովհետև դա ինձ հանգիստ չի տալիս։ Ուզում եմ մի կարևոր բան ասել, որ ես դուք հիշում եք իմ վերջի վիդեոն վերաբերում էր, ես զուգահեռներ էի տարել հպարտի եւ ուրեմն Գեբելսի միջև, պատմեցի մասին, նույնիսկ մի վիդեո էլ արդեն չտեղադրեցի, որովհետեւ այդտեղ խոսում է Գեբելսի ընտանիքի մասին, թե ոնց են իրեն 4-6 երեխաներին ուրեմն իրենք սպանել, թույնել են, հենց Մագդա Գեբելսը, հիմա չգիտեմ կարող սրա համար սա էլ այս վիդեոն էլ ինչ որ բան անեն, ինչևէ, որպես շարունակություն, դա ես չտեղադրեցի, այդ վիդեոն այդպես էլ մնաց չհեռարձակվեց, որովհետև տեսա եթե չի հետաքրքրում, ես ավելորդ ոչ ժամանակ ունեմ, ոչ գումար ունեմ, որ այդ հա, այդպես տրամադրեմ, դրա համար էլ ես դա չարեցի։ Ու հիմա երբ որ դրեցի Facebook-ում Գեբելսի մասին, ես ուղղակի ինքը լրացնում էր այդ միտքը, այն ինչ-որ վիդեոն, որ ես ունեի, ես դրա համար տեղադրեցի եւ Facebook-ից հանեցին, ջնջեցին այդ վիդեոն հանեցին եւ սահմանափակումներ դրեցին ինձ համար, ու ես այդ ժամանակ հասկացա, թե ինչու են YouTube-ում այդքան քիչ դիտումներ, ամեն ինչ արվում է, որպեսզի այն խոսքը, այն միտքը, որը կարող է բացել մարդկանց արթնացնել, իրենց միտքը բացել, իրենք հասկանան ինչ է կատարում, տրամաբանեն, հասկանան, դա թույլ չեն տալիս, իրենք միայն օգտագործում են համակարգիչը, հեռախոսը եւ այլն, միջոցները իրենք օգտագործում են մարդկանց զոմբիացնելու, ստրկացնելու, հիմարացնելու համար։ Այս է, եթե մի բան ժողովրդին կարող արթնացնի, իրանք սահմանափակումներ են դրել, ստրուկներ, ով ես դու, որ ինչ որ բան ասես, մենք այս ամեն ինչը ստեղծել ենք, որպեսզի մարդկանց զոմբիացնենք եւ հետևենք մարդկանց, իրանք ավելի հասկանանք ինչ են մտածում, հասկանանք ինչ ճաշակ ունեն, որ ըստ դրա մենք հասկանանք իրենց հետ ինչ են կանում, ուսումնասիրենք եւ հասկանանք ինչ են կանում։ Մեծ հաշվով սա թակարդ է շատ մեծ մարդկանց համար, մարդիկ չեն էլ հասկանում։ Իսկ եթե հանկարծ դու ինչ որ մի լավ բան գրեցիր, արթնացրեցիր, մարդկանց իրենք դա ուրեմն կամ վիդեո կհանեն կամ դա կմաքրեն ինչ որ ստից հիմար պատճառներով։ Այս բանն է տիրում եւ տեղ տեսեք, որ ինքներդ համոզվեք, ուրեմն մինչեւ ապրիլի 12-ը, հա, մինչև ապրիլի 12-ը իրենք ինձ համար սահմանափակել են, ահա ինքներդ տեսեք եւ կհամոզվեք։ Միգուցե այսպես, ահա, ինքներդ համոզվեք, որ ինձ սահմանափակել են, դրանով պայմանավորված վիդեոն դիտումները չկա եւ դրա համար ես մոտավոր գլխի ընկնելով ես հաջորդ վիդեոն չդրեցի, որտեղ ինքը ուներ շարունակություն, երրորդ մասը շատ ավելի հետաքրքիր, բայց ամեն ինչի մասին չի, որ ես կարողանում եմ խոսել, որտեղ թույլ չի տալիս այս
ուրեմն սատանիստական կամ չարիքի այս ծրագրավորված, մենք ծրագրի մեջ են գտնվում, դա այդ ծրագիրը թույլ չի տալիս, որ այդպիսի թեմաներից խոսվի։ Արդեն դες համար պարզ է, սա ես նորություն չեմ ասում, այ դրա համար էլ դիտումներ չկան, իսկ այնտեղ որտեղ մարդկանց հիմարացնում են գուշակները, գարշանքները կամ սուտի էքստրասենսները կամ հիմար, որ խոսում են տենց հիմար, ես Էրդողանը կմեռնի, Ալիևը կմեռնի, տեսեք դուք չմեռնեք, մինչև իրանց մեռնելը։ Այսպես հիմար բաներ են խոսում, դա ուրեմն չարիքին ձեռքատալիս, սիստեմին ձեռքատալիս, որ իրանք այդպես բաներ խոսեն, դրա համար դրանք տարածում են։ Այս այ իրականությունը ես փաստը դրեցի ձեր առջև, այսքան էլ մնացեք առայժմ։